Սիրելի ազգակիցներ, ուրախ եմ, որ դուք հետևում եք իմ հաղորդումներին եւ քանի որ շատ հարցեր են ծագում, ես պատրաստ եմ ավելի մանրամասն, ավելի հանգամանորեն պատասխանել, դրա համար հնարավորություն ունեմ, ուղիղ եթեր ունեմ եւ պատրաստվում եմ ամեն կիրակի օր, հնարավոր է նաեւ շաբաթվա մեջ մի այլ օր գնալ այդ հաղորդումների եւ ձեզ ինչ որ չափով օգնել ուղղորդել, որպեսզի կարողանաք դուք էլ մասնակցել մեր ապագայի կերտման այս սուրբ գործին։ Այսքան։ Սիրելի հայրենակիցներ, Գյումրի ընտրություններն էլ հստակ ցույց տվեցին, թե ինչքան անկատար ողբալի վիճակում է մեր քաղաքական դաշտը։ Իրոք արմատապես փոփոխություններ են պետք անել։ Իրոք, այսպես ասած, հենց այնպես Բալասանյան կուսակցություն, այն մյուսի Դոդի կուսակցություն, մյուսի կուսակցություն, հասկացեք մի բան, կուսակցությունները եւ քաղաքական գործունեությունը առաջ երթին ամենախորը, ամենաբարդ բովանդակության գործունեություն է։ Դա գիտության, արվեստի եւ մյուսների համախումբ է։ Եվ այս տեսակետից շատ կարևոր է, որ մեր ջահելները, խելոք լավ ջահելները մտնեն այդ գործի մեջ, չմտածեն, որ քաղաքականությունը այսպես կոչված պոռնկության արվեստ է, քաղաքականությամբ է որոշվում, թե դուք մեր ջահելներ, ինչպես եք ապրելու, ինչին եք հասնելու, դեպի ուր եք գնալու, եւ ես խնդրում եմ բոլորին, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, որ հիմա բոլորի համար է բացում, ակնհայտ է մի բան, որ Հայաստանի քաղաքական դաշտը ծայրիսար պետք է թարմացվի մինչև 26 թվականի ընտրությունները եւ շատ կարևոր է, որ ջահելները մուտք ունենան այդ թարմացման գործընթացում եւ շատ կարևոր է, որ դուք հետևեք կոչ եմ անում բոլոր մեր TikTok-ով, թե ուրիշներով նայող մեր բոլոր հայրենակիցներին, ընդգրկվեք, մտածեք, չարչարվեք, մի բան էլ դուք արեք, դրա ձևը կա, եւ եթե պետք է քիչ թե շատ գրագիտություն այդ հարցերում, ես անձամբ ամեն կերպ կփորձեմ ձեզ օգնել, որպեսզի լավ կարողանաք ընկալել, թե ինչ է պետք այս երկրին եւ ինչպես խելքի տալով կարողանանք միասին մշակել մի ծրագիր, որ մեզ կփրկի այս կիսագաղութային խղճուկ վիճակից դուրս գալ։ Այսքան երևի այս անգամ։ Հայեր, ես ուզում եմ այսօր անդրադառնալ մի բանին, որ շատերը ափսոս Հայաստանում մտածում են, որ ընտրությունները դա ընտրությունը թե որ մեկին թողենք դառնա թագավոր։ Հարգելիներս, ընտրությունը լրիվ ուրիշ բան։ Ընտրությունը նրա համար է, որ կա ժողովրդավարական նորմալ երկրներում։ Նրա համար է, որ ընտրողները տեսնեն, եթե այս խումբը, այս կուսակցությունը գա իշխանության, կազմի կառավարություն, առաջիկա 4-5 տարում ինչ է անելու։ Կարևորը ծրագիրն է, ոչ թե մարդիկ։ Եվ երբ կա ոնց կարելի է հասկացնել մարդկանց մեր ընտրողներին հիմակվանից, որ խոսքը մի դրեք ասկուսակցանատների վրա եւ այլն, խոսքը դրեք մի պարզ բանի վրա, իսկ ինչ է առաջարկում A կամ B կուսակցությունը կամ դաշինքը, եւ ես հույս ունեմ, որ համազգային շահերով, ժողովրդավարական արժեքներով ձևավորվող մեր մեծ դաշինքը կուսակցությունների կկազմի այնպիսի ծրագիր, որը կարդալով դուք արդեն կհասկանաք, որ այո, դա կապահովի մեր երկրի անվտանգությունը, այո, դա կապահովի, որ տարի առ տարի մենք հասնենք լուրջ հաջողությունների եւ ամենակարևորը, այդ դաշինքը կհայտարարի, որ եթե ինքը իր ծրագիրը չկատարեց, ապա հրաժարական է տալու նշանակի նոր ընտրություններ։ Այսքան է այսօրվա համար։ Բարև ձեզ սիրելի ազգակիցներ, անցյալ անգամ ես արդեն անդրադարձել էի այն հարցերին,
որ պետության հետ առնչվող հարցերում, ընտրություններում, թեկուզ տեղական, շատ կարևոր է, թե ինչ ծրագրերով են նախատեսում առաջիկա այդ ընտրաժամկետում, ինչ գործեր պետք է արվեն։ Ցավոք սրտի, մեր մոտ ծրագրերին ոչ ոք ուղղակի ուշադրություն չի դարձնում, ամեն ինչ գնում է, լինի մի հատ խելոք մարդ գա անդե ձեռը խփի սեղանի եւ իր աբեկով անցած անի։ Հարգելիներս, ժողովրդավարություն նշանակում է խելքի տալով, ժողովրդավարություն նշանակում է ձայն բազմած ձայն Աստծո, մարդիկ իրար հետ խելքի տալով պետք է որոշեն, թե իրենց ապագան ոնց պետք է լինի, ինչ պետք է լինի, եւ շատ կարևոր է, որ վերջապես հասկանան, պետք չի վստահել ինչ-որ մեկին, որ ձեռքը խփի սեղանին իր խելքով ինչ-որ մի բան կանի։ Ձեզնից ամեն մեկը ձայնի իրավունք ունի, ձեզնից ամեն մեկը պետք է որոշի ինչն է լավ, ինչը վատ, եւ ինչն է լավի հաշվով, ոչ թե այս մարդը լավն է, սիրուն է եւ այլն դրան ձայն տա։ Հաջորդ անգամ ես ավելի մանրամասն կանդրադառնամ այս հարցին, բայց ուղղակի խնդրում եմ, հասկացեք, որ ձեր ձայնի իրավունքը այն ամենակարևորն է, այն ամենամեծ արժեքն է, եւ դուք դա հենց այնպես ուրիշ ինչ ծախեք այդ ձեր իրավունքը, հենց այնպես կախվածության մեջ չմտնեք թելադրողներից, թաղի խարոշից, թե ուրիշից, թե վարչական ռեսուրսներ օգտագործող պետությունից։ Այսքան այս անգամ համար։ Սիրելի հայեր, դուք գիտեք, որ մենք ամեն կերպ չարչարվում ենք, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ ազատվենք այդ բանից։ Ես արդեն ասել էի, ցավոք սրտի առանց ընտրությունների սրանք այնքան ամուր են կարճած իրանց աթոռներին, որ առանց ընտրությունների հնարավոր չի հիմա նրանցից ազատվել։ Այդ ընտրությունները թեկուզ մի տարի հետո են, բայց շատ կարևոր են, եւ շատ կարևոր է, որպեսզի դուք բոլորդ հնարավորինս դրան աջակցեք։ Հարգելիներս, մենք նիկոլականներից, ռոբականներից ազատվելու համար գտնում ենք միայն մի ճանապարհ՝ ստեղծել մեծ ծավալով քաղաքական ուժերի հնարավոր մեծ դաշինք, որը կկարողանա այսպես ոտի տակ տալ եւ Նիկոլին, եւ ռոբականներին, եւ մյուս, այսպես ասած, նախկին կոչվածներին։ Այս գործի համար մենք ստեղծել ենք նախաձեռնող խումբ, նախաձեռնող խմբի նպատակների ու հնարավորությունների մասին ես հաջորդ անգամ ձեզ կդիմեմ եւ խնդրում եմ հիմակվանից էլ մտածել, ինչով դուք կարող եք օգնել, որ այդ նախաձեռնող խումբը կարողանա մեծ համաժողովրդական, եթե կարելի ասել, քաղաքական ուժերի դաշինք կազմել։ Եվ շատ լավ կլինի, որ այդ դաշինքի մեջ ձեզնից էլ շատերը հիմակվանից փորձեն ընդգրկվել։ Այսքան այսօրվա համար։ Բարև ձեզ, պարոն Սադոյան։ Բարև ձեզ։ Մենք շատ հարցեր ունենք ձեզ տալու, սակայն սկսենք առաջի հարցից։ Դուք հույս ունեք, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվել առաջիկայում։ Ճիշտ ասած, երևի արդեն Հայաստանի Հանրապետությունում չի մնացել մի նորմալ, այսպես դատողություններով, բաներով, կարողություններով մարդ, որը չհասկանա, որ այլ ելք չկա։ Օր առաջ է պետք ազատվել այս վայ ապիկար վայ իշխանություններից։ Այլ ելք չկա եւ դրա հնարավորությունը կա, բայց ցավոք սրտի դրան չի կարելի ստիպված են, չի կարելի գնալ քաղաքացիական բախովների ճանապարհով, որովհետև մեր թշնամիները սպասում են մի հատ հարմար առիթի պատճառ գտնելով, այսպես ասած, ուժային եղանակով իրենց խնդիրները լուծել։ Եվ այս պայմաններում իրոք միակ հնարավորությունը, որ մնացել է, եւ ռեալ հնարավորությունը, որ մնացել է, դա նա է, որ սպասենք մինչև
օրինական ընտրությունները կան 26 թվականի մայիս հունիսի ընտրությունները կան եւ այդտեղ մազաչափ չեմ կասկածում որ եթե նախապատրաստական լուրջ աշխատանքները կատարվի ուզած հեռանալու է այս վայ ապիկար իշխանությունները իրանց այսպես ասած անընդհատ սոտի մեջ թաղված ղեկավարում հանդերձ այսքանը երևի այս հարցի մասին իսկ հաջորդ անգամ ես ձեր հաջորդ հարցերին ավելի մանրամասն կներկայացնեմ ինչ ճանապարհով ինչ հնարավորություններ կան որպեսզի իսկապես մենք թևափոխենք ոչ թե կործանման դուրս գանք այս անդունդից թևակողենք զարգացման առաջընթացի ուղին։ Բարև ձեզ, պարոն Սադոյան։ Բարև ձեզ։ Մենք շատ հարցեր ունենք ձեզ տալու, սակայն սկսենք առաջի հարցից։ Դուք հույս ունեք, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվել առաջիկայում։ Ճիշտ ասած, երևի արդեն Հայաստանի Հանրապետությունում չի մնացել մի նորմալ, այսպես դատողություններով, բաներով, կարողություններով մարդ, որը չհասկանա, որ այլ ելք չկա։ Օր առաջ է պետք ազատվել այս վայ ապիկար վայ իշխանություններից։ Այլ ելք չկա եւ դրա հնարավորությունը կա, բայց ցավոք սրտի դրան չի կարելի ստիպված են, չի կարելի գնալ քաղաքացիական բախովների ճանապարհով, որովհետև մեր թշնամիները սպասում են մի հատ հարմար առիթի պատճառ գտնելով, այսպես ասած, ուժային եղանակով իրենց խնդիրները լուծել։ Եվ այս պայմաններում իրոք միակ հնարավորությունը, որ մնացել է, եւ ռեալ հնարավորությունը, որ մնացել է, դա նա է, որ սպասենք մինչև օրինական ընտրությունները կան 26 թվականի մայիս հունիսի ընտրությունները կան եւ այդտեղ մազաչափ չեմ կասկածում որ եթե նախապատրաստական լուրջ աշխատանքները կատարվի ուզած հեռանալու է այս վայ ապիկար իշխանությունները իրանց այսպես ասած անընդհատ սոտի մեջ թաղված ղեկավարում հանդերձ այսքանը երևի այս հարցի մասին իսկ հաջորդ անգամ ես ձեր հաջորդ հարցերին ավելի մանրամասն կներկայացնեմ ինչ ճանապարհով ինչ հնարավորություններ կան որպեսզի իսկապես մենք թևափոխենք ոչ թե կործանման դուրս գանք այս անդունդից թևակողենք զարգացման առաջընթացի ուղին։ Հարցի պատասխանեցիք, որ հնարավոր է իշխանափոխություն իրականացնել առաջիկայում։ Արդյոք չկա մտավախություն, որ նիկոլականները, ռոբականները չեն շարունակի մնալ նոր իշխանությունում։ Իհարկե մտավախությունը կա, բայց ուրախալի է մի բան, որ չնայած այսպես նախկինում թույլ տված սխալներին հիմա Հայաստանի Հանրապետության բնակչության ծայրաշան մեծամասնությունը լավ էլ հասկանում է արդեն ով է, Նիկոլը ով է, ռոբականները եւ նրա հետիները ովքեր են եւ այնքան են այսպես ասած դառնացած, որ պատրաստ են բոլոր դեպքերում հնարավորություն եթե ծագի ազատվել։ Ցավոք սրտի մեր մոտ մի բարդություն կա։ Բարդությունն այն է, որ մեր քաղաքական դաշտը ի շնորհիվ եւ նախկինների եւ այսօրվա նորերի այսպես հետևողական վատ նպատակներով աշխատանքի այնքան է տրոհված սև ու սպիտակի բաժանման աշան այնքան է բանարած, որ քաղաքական դաշտում եղած կուսակցություններն էլ փոխադարձ մրցակցության մեջ մտնելով իրար հետ անընդհատ քննադատում է եւ ոչ մի համագործակցության ռեալ հնարավորություններ այդքան էլ չկան։ Եվ քանի որ նրանցից ոչ ոք բավարար հեղինակություն, ճանաչվածություն դեռ չունի, բնական է, որ այս պայմաններում կարող է ինչ-որ ձևով, չնայած ժողովրդի ատելությանը, բանի մեջ նիկոլականներն ու ռոբականները դեռ որոշակի աջակցություն ունենան։
այս պայմաններում շատ կարևոր է, որպեսզի ստեղծի համազգային շահերով ղեկավարվող ժողովրդավարական արժեքները գնահատող այնպիսի մի հատ հզոր միավորում, քաղաքական ուժերի այնպիսի մի կարող խումբ, որը նախընտրական դաշինք կազմելով մտնի պայքարի մեջ եւ այդ դեպքում միանգամից անկասկած բոլոր դեպքերում նրանք շատ արագ կհաղթեն եւ նիկոլականներին եւ ռոմականներին, չնայած նրանց ֆինանսական հնարավորությանը, չնայած նրանց վարչական ռեսուրսներին, նրանք անպայման կպարտվեն եւ մի բան է պետք միայն ստեղծել համապատասխան կարողություններ ունեցող ինչքան հնարավոր է լայն կազմով մի հատ նախընտրական հզոր դաշինք, որը հստակ ծրագիր կառաջարկի, ինչ է պետք անել մեր երկրի, մեր ժողովրդին դուրս գալու համար այս կործանարար կախվածությունից։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ մենք կարողանանք հասնել նրան, որպեսզի այդ կազմակերպվածությունը ստեղծի եւ դրա համար է, որ այժմ ձևավորվել է մի ընտրություններից մի տարի առաջ էլ նախաձեռնող մի խումբ, որ իր վրա պարտավորություն է վերցրել նախապատրաստական աշխատանքները կատարել եւ այդ նախապատրաստական աշխատանքների մեջ հաջորդ անգամ ես կանդրադառնամ այն հարցին, թե ինչքան կարևոր է, որ Գյումրիի ավականու ընտրություններում հաղթի եվրոինտեգրման դաշինքը։ Այս դաշինքին ես հատուկ վաղը նորից կանդրադառնամ։ Շնորհակալություն։